Պաշտպանության նախարարը այս երկրի 45 տարեկան անձնավորությունը որևէ այսպես փորձառություն չունի։ Ֆաքս ալիքի վրա հաղորդավար էր եւ այդ շաբաթավերջին հաղորդավարներ, այսինքն շաբաթավերջի 2 օրը ծրագիր էր ունենում։ Սովորաբար այս երկրի ձևը սա է, կարևոր հաղորդավարները լինում են շաբաթվա ընթացքին, երկուշաբթի մինչև ուրբաթ ծրագիր են ունենում, մի աստիճան ավելցածը շաբաթավերջում են ծրագիր ունենում։ Այս անձին Թրամփը նշանակեց պաշտպանության նախարար եւ հիմա ասում են փորձ չունենալու հետևանքով երբ որ որոշում են այս երկրի նախարարները, պաշտպանության նախարարը, փոխնախագահը լինում է ժողովում, այսինքն միացած են լինում social media-ի միջոցով իրար միացած են լինում, արտգործ նախարարն է այդտեղ լինում եւ CIA-ի ղեկավարն է լինում, FBI-ի ղեկավարն է լինում, դրանք ժողովի մեջ են լինում, նա գրում է, որ իրենք ցանկություն են հութիներում, Եմենում հարձակվեն եւ տարբեր կենտրոններ, որ ինչ արին 50-ից ավել մարդ մահացավ, որ ժամին, որ րոպեին այդ հարձակումները պիտի կատարվի։ Եվ այդտեղ այդ խմբի մեջ, որ ձեզ ասացի պաշտպանության նախարար, արտգործ նախարար, անվտանգության պատասխանատուն այս երկրի national այսպես անվտանգության պատասխանատուն նաև նա սխալմամբ այդ խումբը ինչ որ հավաքված են մի լրագրողի, որը Atlantic լրատվական միջոց է, խմբագիրի անունը տնում է, ուրեմն խմբագիրը բոլոր այդ տեղեկությունները ստանում է, կարծում է, որ մեկը այսպես իրեն սուտ տեղեկություններ է տալիս, որ թերթում տպեն, հետո անձը ունենա պրոբլեմ, կամ այդ լրատվական միջոցը ունենա պրոբլեմներ։ Ինքը խմբագիրը այդպես է պատկերացնում, բայց հետո տեսնում է լուր է մնում, ամենայն դեպս բոլոր տեղեկությունները գալիս են, հետո տեսնում է այդպես է լինում, 2 ժամ հետո հենց գնում են, հարձակվում են, ինչ որ ասացի, հարձակվում են 50 հոգի մահանում է այդ Եմենի տարածքում։ Հետո անդրադառնում է, որ բոլոր սրանք ճիշտ էին եւ սրանք այսպես հեշտությամբ Ամերիկայի ամենակարևոր գաղտնի տեղեկությունները իրեն բացահայտեն են։ Եվ հետո երբ խոսում են, իրենք ասում են սա classified չի, որ շատ զարմանալի, այսինքն դասակարգված, գաղտնի չի, գաղտնի տեղեկություններ չի, որտեղ այդտեղ չեն խորհրդակցում։ Բոլորի զարմանքի հարցն է եւ Roger Wicker Սենեթի, Միացյալ Նահանգների Սենեթի զինվորական հարցերի Armed Services-ի ղեկավարը, որ Republican ասել է, եկեք բացատրեք, տեսենք ինչպես տեղի ունեցավ այսպես կարևոր հարցը, մեկ անձ, որ չպիտի այդտեղ լիներ, բոլոր տեղեկությունները վերցրել է թերթում, երբ որ ասացին շատ դասակարգված չի, բոլորը տպեն իր, որ բառ առ բառ ինչ խոսեցին, ինչ ասացին, ինչպես հարձակվեցին, պատկերացրեք, եթե նման տեղեկությունը 2 ժամ առաջ հութիներին տային, նրանք կարող էր այս օդանավները ամերիկյան, որ F-18 տեսակի օդանավներ են, երբ գնային հարձակման, անցնեին, կարող էին վայր գցեին այս օդանավները եւ ամերիկացի զինվորականների մահվան պատճառը լինեին։ Ես հիմա այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել, տեսնեք այս գրություններն է, որ տեքստի միջոցով այստեղ տեսնում եք եղանակը ասում է շատ լավ է, ուրեմն այս նախարարը պաշտպանությանը եւ ասում է զինվորականները այս աշխատանքը կկատարեն, այսպես տեսնում եք այստեղ եւ հետո գրում է առաջին հարձակումը տեղի ունեցավ first տեսնում եք օդանավները բարձրանում են, սա այդ լրագրողն է, որ տեղեկությունը Սեր Գոլդբերգ անունով, բոլոր այդ տեղեկությունը։ Հիմա ասում են, եթե ուրեմն կարևոր չի, ամենը տպել է, ինչ որ իրենք ասեն են,
տպեն է, որ ինչ ասացին, ինչ որ ասացի եղանակը հարմար է եւ գնում են արձակում են, տեսնում եք այսպես տարբեր կենտրոն ժամը գրում է, որ ժամի տեղի կունենա, ինչ զենք կամ ինչ ռումբ կօգտագործեն, փիթ հեքսետ այն բարձունքում տեսնում եք, գրված է ինչ որ քիչ առաջ նաև ասացի եղանակը հարմար է հարձակումի համար եւ ասում է զինվորական կենտրոնը ինչ որ վերահսու է նում, ասում են կկատարեն այս 12-ից 15 րոպե անց, ասում է F-18 տեսակի օդանավը հարձակումը սկսում է 13-ից 45 րոպե անց, այսպես գրում է հետո ասում է օդանավներից հետո դրոնով հարձակվել են, անօդաչու օդանավով են հարձակվել, նրանից հետո 2-ից 10 անց ուրիշ F-18 տեսակի օդանավներ հարձակվել են, այսպես տեսնում եք բոլոր այս կարևոր տեղեկությունը տվեն են, որ հիմա այս լրագրողը, որովհետև իրենք ասեն են կարևոր հարցեր չի, բոլորը տպեն է այս լրագրողը այդտեղ ինչ որ ձեզ ասացի։ Հիմա ովքեր այդ շրջանակի մեջ էին, աչում տեսնում եք Ամերիկայի CIA ղեկավարն է, որ սենեթին կանչել իրեն արձակնելու, իր կողքին մեկ ուրիշ կին, որը DNA-ի նախարարն է, այսինքն բոլոր լրատվակ, այսինքն այս գաղտնի ոստիկանության կազմակերպությունների պատասխանատուն է, ծախից երկրորդը ինքը պաշտպանության նախարարն է, որ որևէ փորձառություն չունի այդ հարցում, մինչև որևէ խումբ չի ղեկավարել, պաշտպանության նախարարը ամենամեծ թվով մարդիկ աշխատում են պաշտպանության նախարարության համար, մոտարապես 1300 ամերիկացի զինվորականներ, յունիֆորմ զինվորականներ եւ 900 աշխարհականներ պաշտպանության նախարարության համար են աշխատում եւ այսպես տեսնում եք signal այդ ձևներ, որ տեղեկությունը փոխանցեն են եւ այս լրագրողները ինչ որ ասել նախագահ Թրամփը ասում է հաջողությամբ կատարեն ենք վնաս չի ասել իսկ այստեղ տեսնում եք թե ներկայացնի տան մեջ թե սենեթում քննադատում են այդ պաշտպանության նախարարին նաեւ նրանք որ գաղտնի ոստիկանության Գաբրիել անունով հիմա պաշտպանության նախարարությունը ասում է որ իրենց գրքույկում կամ իրենց տվյալներով classification guideline, այսինքն դասակարգված տեղեկությունները նրանք են, որ զինվորական պլանները, ծրագրումները եղել եւ անվտանգության աշխատանք պիտի տեղի ունենա, գաղտնի պիտի լինի սրանք, այսինքն ամեն ինչը, որ հիմա ասում են classified չէր կամ դասակարգված չէր, ըստ պաշտպանության նախարարի գրքույկների մեջ գրված, սա ուրեմն բոլորը գաղտնի աշխատանք պիտի լիներ, ոչ ոք չպիտի տեղեկություն ունենար եւ այնտեղ այդ guideline-ում գրվել է, որ եթե բացահայտվի ամերիկացի զինվորականները մի բան ծրագրում են, եթե բացահայտվի խիստ վնաս է հասնելու այդ աշխատանքին, թե որպես օրինակ օդանավ կամ ուրիշ ինչ որ օգտվում են կարող է նրանք վնաս հասնի կամ վայր գցեն եւ թե անձիկ որ ծրագիրը պետք է գործադրեն կարող է այդ անձիկ նաեւ խիստ damage ունենան կամ վնաս հասնի իրենց այսպես տեսնում եք ինքը պաշտպանության նախարարության այդ գրքույկների մեջ գրված է, երբ նայում ենք, տեսնում ենք այդպես է, այս չպիտի այսպես է իշտությամբ բացահայտվեր։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարի շարունակեմ ծրագիր այդ ժամանակ հրդեհի մասին խոսեմ, մեկ նախարար գնում է
Հարավային Ամերիկա, Վենեսուելայի այդ բանդարկյալներին տեսնի, այնտեղ մեկ երկրում բանդարկված են, ծրագիրը հովանավորում է Ալեքս Ահարոնյանն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք ներդրումներ եք ուզում կատարեք, ձեր ներդրումը անշարժ գույքի, որը կարող եք կատարեք Դուբայում կամ Դուբեյում կատարեք եւ 10 տարվա ռեզիդենսի վերցնեք, եթե այդտեղ տարածք կնեք, այսինքն անշարժ գույք գնեք Դուբայում, կարող եք 10 տարվա վիզա ունենալ կամ ռեզիդենսի ունենալ, քաղաքացիական իրավունքներ ունենալ այնտեղ այդ երկրում, որը կոչվում է ոսկե վիզա, այդ 10 տարվա համար է ոսկե վիզա համարվում 20% դուք միայն down պիտի տնեք, Դուբայում տոկոս չկա, այսինքն երբ որ պարտք եք մնում, մնացածը բանկերին այստեղ դուք պետք է տոկոս վճարեք, բացի գումարը մասամբ հետ եք վերադարձնում, նաև տոկոս եք վճարում բանկին, այնտեղ իրավունք չունի բանկը տոկոս պահանջելու, այնտեղ նաև կգտնեք 135,000-ից սկսված քանդո կարող եք գնել, 20% down պիտի տնեք, շատ փոքր գումար հարկավոր է, պատկերացրեք 20%-ը լինում է ավել քիչ քան թե $30,000 down եք տնում, իրավունքն եք ունենում, ռեզիդենսի եք ունենում 10 տարվա համար եւ անընդհատ այնտեղ անշարժ գույքը թանգանում է, եթե ցանկություն ունեք, որևէ տեղեկություն եք ուզում հավաքեք, զանգարեք այս հեռախոսահամարի։ Ծրագիրը նաև հովանավորում է Prime Med Pharmacy-ն է հովանավորում։ Գտնվում է Գլենոքս փողոցի վրա եւ Highland փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում։ Գլենոքս Highland փողոցի հատման կետում, իսկ կարող եք գնալ տեղատունը կամ պատվիրեք ձեր տեղերը իրենք կբերեն ձեր տանը։ Հեռախոս շատ հեշտ է 818 6 30 777 818 6 30 777 Ծրագիրը հովանավորում է նաև Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping-ը երկու կենտրոններ ունի։ Նորթ Հոլիվուդում Լանկեշին փողոցի վրա է գտնվում, Գլենդեյլում Palmer փողոցի վրա է գտնվում։ Եթե դուք $100 ղրկեք Հայաստան, մի տոկոս եք վճարում, $1 եք ընդամենը վճարում, որտեղ ուզում եք կարող եք փորձել 3.5% եւ ավելի պիտի վճարեք, որ գումար փոխանցեք։ $1,000 մի ուրիշ տեղ գնաք փոխանցելու համար առնվազն $35 պիտի տաք։ Այստեղ ընդամենը $10 եք վճարելու, եթե $1,000 նաև ուղարկեք։ Իսկ ծանրոցները խիստ գինի իջեցրեն են, այս զատիկվա առիթով կարող եք ձեր նվերները ղրկեք ձեր ազգականներին, ձեր բարեկամներին։ 1 pound-ը ընդամենը $2.99 է։ Մի քանի օրից ծանրոց կստանան, եթե նավի միջոցով նաև կարող եք ուղարկել, մասամբ հենց այսքան կարող ծախսեն, բայց 2 ամիս ու կես 3 ամիս կտևի։ Օգտվեք այս ծառայությունից, ինչ որ ձեզ է առաջարկում Երևան Shipping։ Vivaldi Banquet venue եւ catering հովանավորում, Vivaldi venue and catering հովանավորում է ծրագիրը։ 3 սրահներ ունի, 300, 150 եւ 120 տարողությամբ։ Իսկ ամեն օր ճաշ են առաջարկում երեխաների համար 10-ից 12 հոգու $150 ընդամենը, չափածների համար 10-ից 12 հոգու համար $300 է, փորձեք մեկ անգամ ճաշը չափը կտեսնեք կվերադառնա։ Հրդեհ է տեղի ունենում արևելյան նահանգներում Մերիլենդից մինչև Ֆլորիդա, ես այստեղ ուզում եմ ձեզ ցույց տալ, այդ տեսնում եք North Carolina, հրդեհվում է South Carolina, տեսնում եք նաև
ուրիշտեղ հեղեղ է տեղի ունենում, այսպես տարօրինակ վիճակ է հիմա այս երկրում տեղի ունեցող եւ 2500 South Carolina-ում հրդեհեր, 7000 քր North Carolina-ում հրդեհված է, նորից տեսնում եք South Carolina-ն եք տեսնում, որ աշխատում են հրդեհը կոնտրոլի տակ բերել։ Թեքսասից մինչև Լուիզիանա նաև հիմա պատկերացրեք Թեքսասը մինչև Լուիզիանա նահանգը եւ այդ նահանգներում տեղի ունենում խիստ անձրև է գալիս, այս տարածքը անձրև կարիք ունի, բայց հրդեհ է։ Այնտեղ այնքան անձրև է եկել, դժվար կացության մեջ է դրել, ինչ որ ասել Թեքսաս, Լուիզիանա, Ալաբամա այդպես դժվար կացության մեջ են։ Ես ուզում եմ շարունակել հիմա ու խոսել մեկ այս երկրի նախարարուհի, այսպես այցելել է որտեղ, որ այս վենեսուելացիներ ձերբակալել էին նախագահ Թրամփի հրամանով նոմ անունով, այստեղ տեսնում եք այս նախարարը, տեսնում եք այդ բանդարկյալներն են իր մեջքում, որտեղ Էլ Սալվադորը այնտեղ բանդարկված են, ինքը այցելել է այդ բանդը, որ պահում են եւ կանգնել է, նկարվում է այդտեղ, այս նախարարուհին ասում է, որ մի եկեք Ամերիկա անօրինական, եթե անօրինական կաք, հետո մինչև հավիտյանս առիթ չեք ունենա, այլ Ամերիկա կաք, իսկ եթե դիմեք տեսփանատուն օրինական գաք այստեղ, հետո կարող եք նաև դառնալ citizen դառնալ, այսինքն green card ստանալ, citizen դառնալ։ Անօրինական մի եկեք, շարունակենք այս նախկին South Carolina-ի նահանգապետն էր այս կինը, որ նախագահ Թրամփ իրեն ընտրել է այս աշխատանքի համար, որ այդ իմիգրանտների հարցերը, այդ նախարարությունը տեսնում եք այստեղ։ Իսկ մեկ դատավոր ասել էր, որ օթանավով առանց լուր տալու կամ դատարանին դիմելու, այս մարդկանց օթանավն էին տրել, օթանավի մեջ ու առանց հարցը դատարան բերելու ղրկել էին։ Այս դատավորը ասել էր հետ վերադարձրեք այս մարդկանց, ում որ տեսնում եք այդ ձերբակալված անձնավորություններին, իսկ չեն անում այդ գործը, չեն անում, չեն վերադարձնում եւ վերանայման դատարանի տվեց Թրամփի վարչակազմը, վերանայման դատարանը հաստատեց այս դատավորի հրամանը, ասաց պետք է հետո կարող եք դատը բերեք վերանայման դատարան եւ պետք է արտոնություն ունենայիք, որ այսպես աշխատանք անեք եւ անօրինական եք հանել այդ մարդկանցը առայժմ մինչեւ հետո օրինական կարողանաք հանել իրենց։ Հիմա Էլ Սալվադորում այդ բանդարկյալներն էր, որ այցելել էր նախարարը։ Այսպես տեսնում եք 3 օթանավով առանց ասելու տարեն էին եւ հատկապես ուրբաթ գիշեր էին արել, մինչեւ շաբաթ առավոտ դատավորը կա եւ հրամանը տա, տեսնում եք այս վենեսուելացիներն են, որ նախագահի վարչակազմը ասում է սրանք գյանգ են եւ մենք այդ գյանգերի անդամներին է ինչ որ վտարեն ենք, բայց այդ խումբի մեջ նաեւ գտնում են մարդիկ, ինչպես այս տղան է, որ արտիստ է, անօրինական է, բայց որևէ ռեկորդ չի ունեցել, այսինքն որևէ ոչրագործություն տեղի չի տվել այս երկրում, իրեն նաև հանեն են, այստեղ տեսեք փողոցում, սա կինը ինչ որ տեսնում եք, Թուրքիայից եկած համասարան, Taft համասարան, ճանաչված համասարան, այնտեղ դոկտորա էր ստանում, ուրեմն մոտենում են immigration-ի ոստիկաններն են, իրեն ձերբակալում են, այստեղ տեսեք հիմա մյուս ոստիկանը նաև գալիս է, իրեն ձերբակալում են Department of Homeland Security, որը նախարարուհին քիչ առաջ տեսակ, այստեղ տեսնում եք Օստերկ Թուրքիայից եկող Taft համալսարանում
ուսանող է ասում են, որ իրենց ձերբակալեն են, որովհետև անցյալում Համասին պաշտպանել է, այսինքն Պերանացի, ոչ թե մի աշխատանք է կատարել։ Եվ ուրեմն մեկին, որ վիզա են տալիս այս երկիր, արտոնություն է ինչ որ տալիս են, իրավունք չի, այսինքն մի իրավունք չի, որ այսպես են բացատրում, հիմա տատարանում այս հարցը պիտի արձարծվի, իհարկե մի արտոնություն է, որ կարողանա այս երկրում վիզա ունենա, համալսարան գնա կամ ինչ որ պիտի կատարի, բայց դա չի նշանակում, որ իր իրավունքն է, ինչ որ անի ընդունելի է, կառավարություն կարող է այդ արտոնությունը բեկանի, ասում է Department of Homeland Security-ն ասում այս։ Ես պիտի դադարեցնեմ 25% նախագահը հարկ է պահանջում մեքենաներ ինչ որ մտնում այս երկիրը, ներմուծում են այս երկիրը, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Մարգարյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք մեկ բնակարանում եք ապրում, որ միջատ կա, մրջուն կա, ճռիկ կա, մուկ կա այդ բնակարանում, որտեղ վարձել եք դուք, վարձակալ եք եւ այդպես է զանգահարեք, խոսեք, որտեղ այդպես չպիտի լինի։ Ձեզ պետք է հատուցում տան, ինչ որ գումար պիտի տան, որովհետեւ դա բնակելի տուն չի, բնակելի հարկապայժին չի, կամ առանձնատուն չի, որ դուք բնակելի մնացել եք, բայց չպիտի այդպես լիներ, ձեզ պետք է գումար վճարել։ Եթե այդպես է, զանգահարեք այս հեռախոսահամարին։ Կալիֆոռնիա որտեղ ապրում եք, կարող եք զանգահարեք այս հեռախոսահամարին։ Դոկտոր Բարսեղյանն հովանավորում է ծրագիրը եւ Մահտեսյանն են հովանում, Ատամնաբույժ են երկուսն էլ, որևէ հարց Ատամի հետ, Լինդի հետ ունեք, Ատամի մաքրման աշխատանք պետք է պրոթեզ պետք է տեղադրեք, Ատամի հետ կապող հարցերով զանգարեք ժամադրություն էր։ Ալի եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում։ Ծրագիրը հովանավորում է Քարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը։ Պետք է ճաշեք այդտեղ այցելեք։ Քարավան ռեստորան գտնվում է Grand View եւ Glennox փողոցի հատման կետին շատ մոտիկ է, բայց Glennox փողոցի վրա է, շատ մոտիկ է Grand View-ին, այնտեղ նաեւ բացի այս ճաշերը ինչ որ տեսնում եք, հարիսա են առաջարկում, եթե ցանկություն ունեք, կարող եք այցելեք Քարավան ռեստորան կվերադառնա։ Նախագահ Թրամփ այսօր իր executive order-ը, այսինքն գրամանը արձակեց, որ ապրիլի 2-ից եւ հետո ինչ մեքենա արտասահմանից մտնում է, Մեքսիկոյից, Կանադայից, որտեղից մեքենա կա այս երկիր, պետք է 25% հարկ վճարեն այդ մեքենայի համար, որ կարողանան բերեն այստեղ վաճառել։ Հիմա սա կարող է մեծ խնդրեմ լինի, որովհետև մյուս երկրներն ասում են ուրեմն մենք էլ ամերիկյան մեքենա ինչ որ գնա այնտեղ, իրենք էլ հարկ են պահանջելու։ Մանավանդ այս երկրում այդ General Motors եւ Ford-ը եւ ուրիշ ընկերություն ինչ որ Chrysler այստեղ է, իրենք մեքենա նաև պատրաստում են դրսում, որտեղ այնտեղ էժան է, այսինքն Մեքսիկոյում, մի մաս Կանադայում, հետո վերում են այստեղ։ Միայն այդ չի, որ գերմանական մեքենան է, որ պիտի հարկ վճարի, անգլիական մեքենան է կամ ֆրանսական եւ այլն։ Այդպես չի, այլ դժվար կացություն է լինելու, մեքենայի գինը անպայման բարձրանալու, ավելի թանկ է լինելու մեքենան այս երկրում, որտեղ նրանք էլ փոխադարձաբար հարկ են պահանջելու։ Հիմա ես այստեղ ուզում եմ ցուցադրել ձեզ նախագահը տեսնում եք 25% թերիվ հարկ եւ սկսյալ ապրիլի 2-ից եթե մեքենան ուրիշ տեղ պատրաստված է եւ Ամերիկա է բերվում։ Եթե այստեղ են պատրաստել, հարցի նախագահը ասում է սրա պատճառը սա է, որ աշխատանքը այստեղ տեղի ունենա։ Դրսից չբերեն, այլ աշխատողները այստեղ
ավել առիթ ունենան աշխատանքի, աշխատեն այս երկրում, ասում է նախագահը։ Ամենայն դեպս ասացի, սրա արծայ լինելով մեքենան ավել կտան գնա։ Ես հիմա ուզում եմ խոսել նաև HHS, Health and Human Services, այն նախարարությունը, որ ամենամեծ բաջետ ունի, անգամ պաշտպանության նախարարությունից մեծ ունի։ Health and Human Services, բոլոր Medicare, Medical, բոլոր այդ հարցերը այդտեղ է տեղի ունենում։ Հիմա ուզում են բարձրացրեն մեկ անձնավորության, որը կոնֆլիկտներ ուներ։ Ինքը այս բժիշկը եւ իր հայրը ասում էին, որ այս վակցինները պատվաստանյութ ինչ որ մեկ անձի սրսկում են, պատճառ է լինում autism-ի, երեխաների այդ վրա ազդում է, իրենք մի քիչ դանդաղանում են, այսպես autism-ով տարապում են, երբ որ վակցին են խփում։ Թեև իրեն այս բժիշկը եւ իր հայր ասածները չկարողացան իրենք տվյալ ներկայացնեն, որ ինչ իման վրա է ասում եւ ուրիշ տեղերում, ոչ թե Ամերիկայում, այլ ուրիշ երկրներում նաեւ փաստեցին, որ այդ ինչ որ իրենք են ասել, սխալ տեղեկություն են տալիս։ Հիմա ամենայն դեպս այս երկիրը այդ անձնավորությունը նշանակել է, որպեսի այդ ուսումնասիրի կառավարության հովանու տակ, այսինքն կառավարությունը գումարը հատկացնի եւ այլն, ուզում եմ այստեղ ցույց տալ Դեյվիդ Գայեր անունով, այս բժիշկն է, Դեյվիդ Գայեր, որ ասացի բազմիցս ինքը նաեւ այն ժամանակ ասել էր, որ տեղեկությունները ճիշտ չի եղել, measles օրինակի համար, կարմրուկի համար, իրեն աչում եք տեսնում հայրը նաեւ եւ տարբեր թերթեր նաեւ հետևեն էին, իրենց տեղեկություններն էին ուզեցել, որպեսի ուրիշ մասնակիցներ նայեն ու ասում են ինչ որ իրենք ուսումնասիրեն են կամ լրիվ չեն ուսումնասիրել կամ սխալ է իրենց տեղեկությունները, այսպես ասացին։ Ուրեմն այս study Vax data եւ որպեսի ապահովության համար է, որ իրենք պետք է նշանակվեն են, որ հետևեն։ Գիտեք, նախարարը հիմա Ռոբերտ Քենեդի կրտսերն է, որ մեզ մոտիկ անձնավորություն է, բայց Քենեդիների Ռոբերտ Քենեդիի տղան, որ ինքն է Ռոբերտ Քենեդի անուն ունի, նախարարն է։ Ինքը նաև անցյալում ասում էր, որովհետև այս բժիշկ եւ հոր հետ կապի մեջ էր, որ վակցինները պատվաստանյութը վնաս է հասցնում, բայց երբեք փաստեր չկարողացան բերեն, որ ինչ իման վրա են ասում։ Ամենայն դեպս այս հայրի տղային ավել շուտ ուզում է նշանակի, որ այդպես ուսումնասիրություն կատարի այս մասին։ Ես ուզում եմ շարունակել եւ խոսել մեկ ընտանիքի մասին, գիտեք timeshare, օրինակ տարբեր քաղաքում կարող եք գնել, այս ընտանիքը Cancun-ում timeshare-ը այդպես է, որ մեկ շենքի մեջ, մեկ կոնդոմինիում պատկերացրեք, ասում են դուք ամեն տարի օրինակ ամիսը մի ամիս կարող եք անցկացնել, կամ տարին 2 շաբաթ կարող եք անցկացնել, որովհետև դուք բոլորը չեք գնում, այլ այդ իրավունքն եք գնում, որ այդ timeshare-ը որ ունեք, գնաք օգտվեք այն ժամանակ, որ զանգարում եք ու ձեզ առիթը տալիս են, գնաք այնտեղ, դուք որտեղ վճարեն եք, պատկերացրեք էլ գումար չեք վճարում, որտեղ գնեն եք մի մասը այդ timeshare-ի։ Հիմա մի ամերիկացի ընտանիք այստեղից գնում են այդ իրենց timeshare-ը օգտվեն, բայց նախկինում խնդրեմ են ունենում այդ management-ի հետ։ Ուրեմն Մեքսիկոյում դատ են բացանում, ամեն երկիր այսպես չի։ Դուք օրինակ արևելքում, միջին արևելքում երկրներում, եթե դուք մեկին պարտքեք չվճարեք, այնտեղ ազատազրկում է, բանդ են տանում անձին։ Ամերիկայում այդպես չի, անկախ դուք ինչքան պարտքեք,
կարևոր չի, բան չեն տանելու այստեղ, որովհետև կառավարությունը ասում է դուք վստահեք այս մարդուն, եթե չի վճարում, դատ բացարա ու պահանջիր գումարը։ Կառավարությունը չի կամ խրճվի, ուրիշ երկրներում այդպես չի։ Հիմա այս ընտանիքին, երբ որ դատ են բացանում, որ վճարումներ չեն կատարել կամ ճիշտ չեն կատարել, ձերբակալում են։ Ես ուզում եմ այստեղ ցուցադրել Մեքսիկոյում, Քանկունում այս ընտանիքը գնում է նորից արձակուրդի, ձերբակալում են։ Իրենց դուսրի հետ եք տեսնում, որ նաև այնտեղ ամուսնացել էին անցյալում։ Մի քանի տարի է այդ time share-ը ունեն, այսպես տեսնում եք, ուրախությամբ գնում են ու մտնում են երկիր, բայց որովհետև անձը տատ է բացարել, ձերբակալում են, այսինքն հիմա բանդից այնտեղից բանդից զանգում է իր դուստրին, որ կա օգնի membership contract ունեն, ուրեմն այդպես այս ընտանիքն է կամ ամուսիններն են, որ ձերբակալվել են այնտեղ, այդ contract-ը ինչ որ ունեն, այդ time share-ի, ասելով, որ վճարումներ չեն կատարել։ Եվ օգտվել են այդ resort-ի պատկերները իրենք օգտվել են առանց իրավունք վերցնելու, ասում են 116,000 նախապես նամակ են գրել դուք 116,000 պարտքեք եւ ուրեմն մենք ձեզ տվել ենք ամեն այդ առիթը ու դուք չեք կատարել ձեր պարտականությունը։ Հիմա փաստաբանը այս ընտանիքի ասում է ուզեցել են, ասեն լավ, ինչքան պիտի վճարենք, թեև նամակ գրած էր 116,000, ասում են 250,000 հիմա, որովհետև այդ resort-ը, այդ կենտրոնը գումար է ծախսել եւ ասում է, որ իրենք ստորագրեն են այդ եւ հիմա պետք է ներողություն խնդրեն, որ երբ ասեն են, որ դատ ենք բացարել եւ այլն, Մեքսիկոյի օրենքով է ուրեմն դուք ոչրագործություն է համարվում։ Հիմա իր դուստրն է, որ նամակ է այսպես գրել աշխարհին, ասում է, որ իմ ընտանիքի կամ ծնողներից բանդարկեն են, հոթելը ասում է, որ նաև այս իրենց զավակի այդ տեքստը, նամակը ինչ որ գրելն է, ուրեմն վնաս է հասցրել հոթելին։ Դրա համար է ինչ որ պահանջում է $250,000, որ իրենք այդ հետ վերցնեն այդ դատը ինչ որ բացեն են, որպեսզի կարողանան այդ ամուսիններին բանդից ազատեն։ Ուրեմն եթե դուք time share եք գնում, դա կլինի այստեղ, օրինակ մարդիկ time share ունեն, այդ արկաբաժնի time share ունեն, օրինակի համար Լաս Վեգաս ունեն, օրինակի համար այստեղ մեր արևելքում տարբեր resort-ներ կա, այնտեղ ունեք, լավ ուսումնասիրեք ինչ եք ստորագրում, որ հետո խնդիրներ չունենաք։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, մեկ figure skating-ի մասին, այդ ձյունի վրա այս բարողների կապ ունեցող նյութ ցուցադրեմ, ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը, աչքի վիրահատող surgeon է սա։ Եթե լենզ պիտի տեղադրեք, եթե ջուր է ուսում ձեր աչքից, լավ չեք տեսնում, ագնոցի կարիք ունեք, զանգահարեք։ Իրենք տեղափոխվել են, արդեն 2 շաբաթ է տեղափոխվել են 240 South Jackson, համար 310, ուրեմն 240 South Jackson, ամենայն դեպս զանգահարեք, նոր հասցեն ձեզ կտան։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը, Hollywood Piano-ն 3 կենտրոններ ունի, իսկ իրենց 3 կենտրոնից ամենախոշորը 449 South Arroyo Parkway-է, որը հարյուրավոր դաշնամուր այնտեղ կա, որևէ տեսակ դաշնամուր մտածում եք, այնտեղ կա, փոքր, մեծ, սիմֆոնի դաշնամուր, upright դաշնամուր, որևէ գույնի մեջ որ կարող եք պատկերացնել, կանաչ, կարմիր, վարդագույն, մանուշակագույն, սև, սպիտակ, դեղին, բոլորը կգտնեք Hollywood Piano-ում։ Hollywood Piano-ն 97 տարի աշխատում է, կվերադառնա։
Բոստոնում ամենալավ figure skating-ները այս պարը սառույցի վրա կամ գեղասահք այդ որ մասնակցում են այսօր այնտեղ էին եւ տեղի էր ունենում մրցույթը տեղի էր ունենում իսկ եթե հիշեք հունվարին ձեզ զեկուցել էի որ մեկ օթանավ հելիկոպտերի հետ Washington DC-ում վթար են ունենում, accident են ունենում 28-ը Ամերիկայի ամենաճանաչված այդ figure skating-ի մրցակիցները մահացան այդտեղ Ronald Reagan օթանավակայանը երբ որ օթանավը իջնում էր մեկ զինվորական հելիկոպտերի accident ունեցան ու այսպես դեպք պատահեց հիմա այսօր այդտեղ այս գեղասահքները հիշեցին նաև նրանց այսպես տեսնում եք օլիմպիկի համար պատրաստվող դա տեղի ունենում Բոստոնում այսօր եւ տարբեր մրցակիցներ այստեղ նրանք որ այդ օթանավի մեջ չեն եղել շարունակում են մրցությունը այսպես տեսնում եք բոլորը մասնակցել են նրանք որ ողջ են իհարկե իսկ մնացածը այս օթանավներ ինչ որ վայր ընկավ եւ 28 մարզիկներ եւ իրենց մարզիչները նաեւ մի քանի ծնող երեխաների նաեւ այդտեղ են այսօր տեսնում եք այս տարածքում ժողովուրդը այնտեղ է եւ իրենց հոգու հիշատակի համար լուր մնացին մի քանի րոպե հիշելով այդ բոլոր մարզիկներին ես ուզում եմ խոսել հիմա եղանակի մասին մեզ մոտ գիտեք շատ տաք էր երկու օր շատ տաք էր իսկ հիմա մեկ անգամից տարբեր է լինելու մաքսիմում Burbank Glendale-ում ջերմությունը 60 աստիճան է լինելու Santa Monica մոտարապես downtown Los Angeles տեսնում եք Riverside մեր արևելքում Irvindale տեսնում եք Irvine կներեք Irvine-ում հարավում այսպես 63 է լինելու մեծ փոփոխություն մի քանի օր այսպես է լինելու իսկ տեսնում եք նաև որոշ մեզանից հեռու տարածքներ կարող է շատ ցուրտ լինի San Bernardino եւ ուրիշ տարածքներում գիշերը այսպես ջերմությունը կարող է խիստ իջնի միտեղ գնում եք ուշադիր եղեք եղանակի մասին տեղեկություն ունեցեք ես ուզում եմ խոսել հիմա նաև մեկ crash որ տվյալներ տամ ձեզ ամերիկան եւ այս որոշ զարգացած երկրների accident-ի մեքենայի accident-ի մասին որ ինչպես է այս երկիրը համեմատ ուրիշ երկրների ես չեմ խոսում երրորդ աշխարհի երկրներում կարող ավել շատ մահացու accident-ներ է լինում ես եմ ամերիկան համեմատեմ եվրոպական երկրների այսպես զարգացած երկրների հետ այստեղ եթե տեսնում եք crash death մահը այս մեքենաների պատճառով developing զարգացած այսպես երկրների սրանք բոլորը 100,000 մարդու համար է 2023 թիվ եք տեսնում որ տվյալը լրիվ կա ամերիկայում ամեն 100,000-ից 12.24 հոգի մահանում է ավտովթարի հետևանքով Իտալիայում տեսեք ինչքան քիչ է համեմատ Ամերիկային 5.15 է Կանադայում մեր հյուսիսում 4.83 Ֆրանսիայում 4.8 է accident-ը տեսնում եք այստեղ Ֆրանսիայում Ավստրալիայում 4.27 այսինքն ամեն 100,000 որ վթար ունենում են այսպես մահ է լինում Նիդերլանդ կամ Հոլանդիա 3.84 է Գերմանիայում որ որոշ տեղերում գիտեք տասնյակ 100 մայլով կամ կիլոմետրով քշում են տեսեք ինչպես է Գերմանիայում Դենմարկն եք տեսնում Դանմարկ եւ Դենիան է այստեղ Ժապոնիայում 2.62 ժապոնացիք այնպես ուշադիր են քշելուց մարդ զարմանում հիանում է պետք է գնաք տեսնեք
Անգլիան եք տեսնում, Շվեդիա եք տեսնում եւ վերջաբար Նորվեյ այդ առաջացած երկրներում տեսեք համեմատ Ամերիկային մեքենայի վթարը մահացու վթարի ինչքան համեմատական քիչ է լինում։ Հիմա այստեղ նաև տեսնում եք հենց Ամերիկայում տեսնում եք մահացուն 2014-ին 33 հոգի ամեն US crash death rose 30% տեսնում եք այդպես էր մահը հիմա եկեն հասել է մոտավորապես thousands տեսնում եք այստեղ մահը հիմա ինչքան բարձրացել է մոտավորապես 43000 է 2014-ից մինչև 2022 տեսնում եք 30%-ով ավել մահացու ակսիդենտներ է տեղի ունենում Ամերիկայում, քան թե հիմա այս վերջին տարիներում, քան թե 10 տարի մոտավորապես առաջ։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, պետք է մեկ փոքրիկ ձեր ցուցադրեմ, իսկ ծրագիրը հովանավորում է M&M Liquor Market-ն է հովանավորում։ Զատիկ է գալիս, եթե խմիչք պիտի գնեք, M&M-ը խիստ իջեցրել է խմիչքի գինը, այստեղ այցելեք 1951 West Glenox փողոցը կարող եք գնալ M&M Liquor Market։ Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, հեռախոսահամարական նշանակեք ձեզ մոտ, Նաղաշ Լավաշն է հովանավորում, գնում եք նպարատուն, այս տեսակը վերցրեք։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, ոտքի վրա, ոտքի տակ, այսինքն թաթի վրա, թաթի տակ, ոտքի վրա վերք է լինում, զանգարեք այս հեռախոսահամարին ժամադրություն վերցրեք, իր գրասենյակները գտնվում Orange County, Commerce, Encino, Glendale։ Ծրագիրը հովանավորում է, պարոն Էդվարդն է հովանավորում, եթե բիզնես ունեք, հիմա էլ չեք ուզում շարունակեք, ուզում եք վաճառեք, զանգահարեք, ձեր բիզնեսը վաճառելիս, այս հեռախոսահամարին զանգահարեք, խորհրդակցեք։ Ծրագիրը նաև հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը։ Court Furniture Ամերիկա ամենախոշոր ֆուրնիչերի խանութն է, 100 խանութ ունի, Glendale-ում 339 North Central փողոց, Central եւ Մերթելի հատման կետում կվերադառնա։ Ele County-ն մեր տարածքը այսպես Գյասկանը նախքին դատախազը ասաց որ մահապատիժ չի լինելու եւ ահա այսպես է մոտարապես 19 տարի այս երկրում այսինքն Կալիֆոռնիայում մահապատիժ տեղի չունեցել եւ հետո ասացի նաեւ այս նահանգապետը ասել է մահապատիժ այստեղ չի լինելու եւ ահա հիմա նոր այս դատախազը ինչ որ նոր ընտրվել է ասում է որ մենք մահապատիժը առաջարկելու ենք դատախազները մահապատիժ են առաջարկելու եթե մեծ ոճրագործություն է ունեցել ինչպես 15 հոգի մահացան կամ Լաս Վեգասում 60 հոգի մահացան ես դատախազներից կպահանջեմ Ele County District Attorney-ին ասում է որ կպահանջենք այդ ես այստեղ ուզում եմ ցույց տալ ձեզ reinstates death penalty Ele County-ն իհարկե ասում է սա ինչ որ այստեղ տեսնում եք death penalty եւ սա յուրահատուկ այստեղ տեսնում եք դատախազին եք տեսնում հիմիկվա այս երկրի եւ ասում է Hackman անունով որ դա սրանից հետո տատի տանք եթե տարօրինակ լինի անպայման պահանջը 3 անգամ առաջարկություն եղավ որ այս նահանգում մահապատիժ չլինի իսկ ժողովուրդը քվեարկեցին 3 անգամ եւ ասացին ոչ մահապատիժը չպիտի վերանա այս նահանգում այստեղ տեսնում եք ինչ որ նախքին տատախազին տեսնում եք հիմա տեսնում եք տատախազին գյասկաններ որ եկավ ասավ թե օրենքը դա է ասում ես մահապատիժ չեմ պահանջելու սա 2020 թվին էր երբ որ նոր ընտրվել էր նաև Կալիֆոռնիայի նահանգապետ
այստեղ տեսնում եք Գավին Նուսիմին եք տեսնում 2019-ին ասում է թեև օրենքի մեջ է, բայց ես չեմ պահանջելու մահապատիժ։ Դրա համար այդ էլեկտրական կամ մահապատիժի աթոռն է կամ պետք է սրսկեին բոլորը հավաքեցին, այսինքն հիմա առիթն էլ չունեն այդ գործը անելու, որովհետև մաքրեն են այդ, բայց եւ այնպես այս նոր դատախազը Hackman ինչ որ նոր եկել է, ասում է շատ տարօրինակ մեծ թվով մարդասպանություն լինի, ինքը պահանջելու է մահապատիժ, թեև ասացի Կալիֆոռնիան 19 տարի այդպես մահապատիժ ենթարկված են ոմանք, բայց չեն պատժված։ Ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում, եթե իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն այս տարեցների կենտրոնը ու կվերադարձնեն, Սանլանդ քաղաքում է, բայց բաս մինի բաս ունեն։ Ծրագիրը հովանավորում է Jackpot հովանավորում է ծրագիրը, գտնվում է Թահանգա քաղաքում։ Առաջարկում են կոշիկներ, հագուստներ եւ երկու տեսակը տապատ կտեսնեք Հայաստան, եթե պիտի ուղարկեք, երկուսը $15 է ընդամենը։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը, ձեզ է առաջարկում ինչ որ այստեղ տեսնում եք սուրճ կամ թեյի համար, եթե ուզում եք պահել, ձեզ հետ տանել կամ տաք պահել, $9.99 է ընդամենը։ Անաշե գիֆտը գտնվում է Գլենդելում, բայց Գլենոքս փողոցի վրա Բրբանքի արևանության գտնվում է կվերադառնա։ Անձը երբ որ տարիք շատ բարձրանում է, սովորաբար մեկուսացվում է, մնում է մենակ, որոշ տարեցների կենտրոններ, որ մնայուն այնտեղ են մնում, ամենայն դեպս դժվար կացություն է, երբ որ այդպես է լինում եւ ինչքան չի շփվում անձը, ավել թվում է այսպես ժողովրդական խոսք, ավել շուտ է ծերանում։ Եվ հիմա մեկ այդ տարեցների կենտրոնը, որ մնայուն այնտեղ մնում են, ես ուզում եմ ձեզ ցույց տալ, որ տեսեք ձիեր են բերել, այս Դարել Հանա անունով ակտրեսն է կամ արվեստագետն է, որ ինքը նայել հետաքրված այս փոքրիկ ձիերին բերում է, տարեցները սիրում, հարգում, այսինքն ուրախանում են եւ հոգեկանը բարձրանում է, տեսնում եք այս կնոջը կամ ուրիշների բավական լավ են զգում, երբ որ այս ծիերը գալիս են, խելոք, իրենք կարող են շոյեն, սիրեն եւ իրենց տրամադրությունը թերապիա է սա, թերապի, այս ճիշտ բուժում է, հոգեբուժում լինի տարեցի համար, երբ որ շփվում են այս փոքրիկ ծիերի, ինչ որ այստեղ տեսնում եք, ինչ ուրախության պատճառ է դարձել։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։